Շաբաթվա գլխավոր համաեվրոպական սկանդալն անշուշտ Ստրասբուրգում էր, որտեղ կրկերը բորբոքվեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնտի շուրջ։ Նա իսպանացի այն պատգամավորն էր, որին Հայաստանն ըստ էության մեղադրում է քաղաքական կոնյունկտուրիզմի և ադրբեջանական շահերը պաշտպանելու մեջ։ Հայկական մեղադրանքները ավելի ուշ հաստատեց եվրոպական մամուլը, երբ ներկայացրեց լրագրողական հետաքննություն Ագրամոնտի կաշառառության մասին։ Այդ իմաստով գարնանային նստաշրջանը պետք է վերջինը լիներ նրա համար։ Ագրամոնտի հրաժարականի պահանջի ելույթների պիոները հայկական պատվիրակությունն էր։ Սամվել Ֆարմանյանը ըստ էության ձևակերպեց անվստահություն հայտնելու ԵԽԽՎ քաղաքական կոնսենսուսը։ Ագրամոնտին դեմ է ԵԺԿ-ն ու առանց բացառության բոլոր խմբակցությունները։ Այն ինչ կատարվեց հետո ստորացուցիչ էր իսպանացի քաղաքական գործչի և աննախադեպ Եվրախորհրդարանի համար։ Իսկ ինչու դա տեղի ունեցավ, կներկայացնի Դավիթ Սարգսյանը։ Սա 2016-ի հունվարն էր, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամոնդը շփոթված ծխում է, հարցերին առավել ևս հայերի չի պատասխանում։ Րոպեներ առաջ ընդամենը 4 ձայնի տարբերությամբ տապալվել էր Արցախի մասին ադրբեջանական լոկոմոտիվ զեկույցը, որի համար Բաքուն ոչինչ չէր խնայել։ Պատրաստվել էր տարիներով, կաշառել էր ում կարողացել էր, նաև վեհաժողովի նախագահին։ Stop. Why are you shutting me up? Ու սկսվում են Ագրամոնդի դժոխային օրերը, Ադրբեջանը դժգոհ է, հայերը քննություն են պահանջում, տարաբնույթ կազմակերպություններ և լրատվամիջոցներ հետաքննում են ադրբեջանական կաշառամեխանիզմը։ Իտալական Ռայն սկանդալային ռեպորտաժ է պատրաստում, ջրի երես հանում նաև վաղուց մոռացված խարդախությունները։ Avrebbe preso 2.390.000 euro dal governo dell'Azerbaijan per sostenere. Բաքվի գնաց զեկույցների հետ պարզվում են նաև գնված պատգամավորները, Ագրամոնդը գլխավոր դերում է, վեհաժողովը ի վերջո որոշում է ստեղծել կաշառքների դեպքերը քննող անկախ մարմին Եվրախորհրդի կործանվող հեղինակությունը փրկելու համար։ Գարնանային այս նստաշրջանը Ագրամոնդի խայտառակությունն էր, համբերության բաժակը լցվեց, երբ Ագրամոնդը առանց վեհաժողովի կարծիքը հարցնելու հանդիպեց Բաշար Ասադի հետ։ Կաշառված նախագահի նկատմամբ անտարբեր արևմտամետները միացան Ագրամոնդին հեռացնելու պահանջին։ Դուք, սր, պետք է հրաժարական տաք։ Պետք է հրաժարական տաք հենց հիմա, եթե պատիվում եք։ Դուք պետք է հրաժարական տաք, պարոն նախագահով։ Պատգամավորները մի կողմ դնելով օրակարգային բոլոր հարցերը պահանջում էին քվեարկության դնել նախագահի հանդեպ վստահության հարցը։ Ագրամոնդն ամեն ինչ արեց դա թույլ չտալու համար ու ի վերջո ընդմիջում հայտարարեց։ 10 րոպե ընդմիջում։ Ժամանակ ձգելն Ագրամոնդի օգտին չէր, իսպանացի խորհրդարանականի համար մեծագույն պատիվ է նախագահել մինիստ, որտեղ ելույթ է ունենում Իսպանիայի թագավորը։ Ագրամոնդին սակայն դա անել արգելեցին, հրապարակավ։ Հաջորդ օրը Ադրբեջանի լոբիստն ավելի խայտառակվեց, չգալով բյուրոյի նիստին, որտեղ պետք է տար իր հրաժարականը։ Բյուրոն նիստի ժամանակ անվստահություն է հայտնել Պեդրո Ագրամոնդին որպես ԵԽԽՎ նախագահի։ Նրան արգելվել է հանդես գալ կամ ճանապարհորդել ԵԽԽՎ անունից։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում սա առաջին դեպքն է, նախագահին դե ֆակտո հեռացրին աշխատանքից։ Հիմա էլ փոխում են կանոնակարգը, իմպիչմենտը դե յուրե ամրագրելու համար։ Անպատվությունների շքերթից հետո պաշտոնից կառչելու որևէ ցանկություն Ագրամոնդը ունենալ չի կարող։ Հնարավոր է կաշառք տվողները թույլ չեն տալիս հեռանալ, պահանջելով ավարտին հասցնել վճարված գործերը։ Հավատարիմ հովանավորները ծանր պահին չեն օգնում, Ագրամոնդից երես է թեքել նույնիսկ Ադրբեջանը, որի պատվիրակների խոսքով Պեդրոին այլևս ոչ ոք չի վստահում։ Նրա դաժան շաբաթը լուծեց քաղաքական մի քանի կարևոր խնդիր։ Նախ, Եվրոպան ի վերջո պատասխանեց արևելյան հանդուգն կաշառաբաժանմանը, Եվրախորհուրդը գծեց կարմիր գիծ, որից այն կողմ փողով հարցեր լուծել չի հանդուրժի։ Մյուս կողմից Ագրամոնդի դեպքը մյուսներին ցույց տվեց, թե որքան անվստահելի են արևելյան հովանավորները։ Ագրամոնդի խայտառակությունն աչքի առաջ ունենալով, Ադրբեջանի մյուս լոբիստներն ու պոտենցիալ կաշառվողները խիստ կզգուշանան։ Վճարովի նոր լեզուներ գտնելը Բաքվի համար կլինի շատ ավելի բարդ։ Վեհաժողովի նախագահի դերում հայտնվել ոչ ոք չի ցանկանում, Ագրամոնդը վկա։ Դավիթ Սարգսյան, Post Factum։